Արցախ վերադառնալու են, թե չէ։ Ուրեմն քույրիկ ջան, անհնարին ոչինչ չկա։ Ես հասարակ բան ասեմ, եթե այսօր որոշում ենք ասում, որ Ադրբեջանից 300,000 պետք է գան ադրբեջանցի Հայաստանում մնա 300,000 հոգի։ Իրենք տեսնում են, որ ժողովուրդը լսելով ամոթակ է տալի, ասում են, տես բան չկա։ Ասում եմ, թող գնան վերցնեն Ալիևի ելույթը 2025 թվական դեկտեմբերի 5-ը։ Լսեն Ալիևը ինչ ասում, որի հայրենակիցները գնալու են Հայաստանում բնակվեն։ Իրանք տանկերով չեն գնալու, ավտոբուսներով են գնալու, բայց եթե նեղացնեն, զորք են բերելու, այսինքն եթե մտան, արդեն ինքը իրան զորքն լա բերելու։ Այդ ոնց է մեր հայրենակիցը իր ծննդավայրը, իր տունը, արած դրած, մեջը ամեն ինչով փագած, ինքը իրավունք չունի գնա մնա, բայց ադրբեջանցիները, որ ոչ տուն կա, ոչ տեղ կա, պետք է կան մնան, դա արդարություն բերածը որն է, կարա մեկ ինձ բացատրի, հա? Անհնարին ոչինչ կարգորա մտածել, քայլեր կատարել, ոչ թե Ալիևի շնորհակալություն հայտնել, այլ լիարժեք բանակցել այնպես, չլուծվող խնդիր չկա, թուլին միշտ բանի տեղ չեն դնում, երբեք։ Պետք է հավասարը հավասարի հետ, պետք է դաշնիկի հետ, խնդիրներ կարգել, ես ասում եմ, եթե այսօր խաղաղություն է, մեր գերիները ընտեղ են, իրանք սաղին տարել են, բա ոնց է դա խաղաղություն, ոնց է սաղ ադրբեջանցիները սարի գլխին, մեր հողերի մեջ նստած, զինված ամրապնդած, դա խաղաղություն կարա լինի, խաղաղություն չի կա, դա ձև է, սա շանտաժի ձև է, այսօր բոլոր ժողովուրդները հասկացել են, հիմա մարդկան բռնելով, նստեցնելով, գործից հանելով, սա վախի մթնոլորտ ստեղծելով, սա նշան է կարճ ժամանակի, որ ամեն ինչ փոխվել է, ասենց չի կարա լինի, եւ չի կարա մնա, անոք եղեք, ամեն ինչ լավ է լինել։ Շնորհակալություն։